արժանի չի, որ մի հատ ղեկավար ստելն է։ Արժանի չի, օրինակ դուք ստեղ եք, չէ, ձեր պարտքը կատարելու համար։ Իսկ այսքան մարդ նյուժելի մինիստրությունում կամ ինչ-որ միտեղ մեկը չկար, որ հարգեր այսքան մարդկանց, գարստը կանգներ ասել հարգելի ժողովրդի փոխարեն, ասֆալտի վրա չհարցնել եք բոլորը հասկանում եմ իրավական ակտերի համար քննարկելու վայր կա իրավական ակտը քաղաքակիրթ եղանակով քննարկելու ձև կա ում ստեղծեք գնացեք հիմա կոնկրետ ասում են մարդիկ գնացեք հասկանում եք պարոն Գնդապետ ինչու չեն հարգում մեզ ժամանակին գային մեզ տեսնեին քննարկեն այդ հարցը իրանց պագոներից ցածր էր որ գային ասեն հարգելի քասակոնները մի ամիս հետո 59 համարը դուրս է գալու այս խնդիրը սենց է լինելու հիմա խիմը ստիպեցին մենք իջնենք ստեղ որ ճանապարհ փակենք, իրանք այդքանից հետո չեն գալիս, մեր հարցերին չեն պատասխանում։ Դուք ինչու եք ստե պարոն Գնդապետ։ Մեր հարցերին պատասխանեք ինչու համարը 59 համարը չի աշխատում։ Ոստիկանությունը ապահովում է հասարակական հարգում են ձեր աշխատանքի համար։ Դուք սահմանափակում եք այլոց իրավունքները, մենք ձեզ հետ ենք կոչ անում, որ ձեր իրավունքների համար սահմանափակումը վերացնելու համար։ Դրանք ասում քննարկման եղանակ կա, գնացեք։ Այ պարոն Գնդապետ, դուք ի պաշտոնը եկել եք ստե, ինչի համար եք եկել։ Հիշո մեկը որ ընդ նստած է ձեզնից ցածր կամ բարձր մարդը թույլ չի տալիս իրան ներկա գտնվի։ Ես պարտավոր եմ ստեղ լինել։ Իրանք ինչու պարտավոր չեն։ Բոլորն էլ մենք ենք իրանց ընտրել։ Այդ մարդկանց մենք ընտրել ենք։ Իշո մեկը թողաստեղ ու այդ հարցերին պատասխան տա ձեր հետ միասին խոսի։ Եղանակով սաղը դիչեք փակեք մի բացեք, ցավը տանեմ։ Ոչ բացեք ոչ էլ ախպեր, այսպես առեկայլ եք։ Այնքան միջև գան։ Համար կա գոյություն ունի ամեն մեկի համար առանձնացված տեղ կա, ամեն մեկը կառավարությունը իր դիրքում է։ Համայնքապետարանը իր դիրքում է։ Համայնքի բնակիչ է, գնացեք համայնքապետարանը դեռ սպասում են։ Դիմել են, քանի օր ասել են։ Սպասում են, չէ՞, շաբաթներով ասել են։ Ինչու չեն եկել պատկան մարմինները կառավարությունից, այո կառավարությունից։ Հիմա եկել են, սպասում են, որ մեջ թողեն իշնենք ստեղ։ Գաստեղ գա ինչ անի։ Թողային քասախոն խոսային, մենք չիշնենք ստեղ։ Ոչ մեկն չի։ Ոչ մեկ չի գալիս, մեզ ոչ մի բանի տեղ չի դնում։ Հիմա ես ինչ անեմ։ Իմ երեխու, իմ ապագա, իմ հոր, իմ այս քասախցիների հարցը ո՞նց է լուծվելու։ Իրանք որ չեն հարգում ինձ, ես պետք է իրանց հարգեմ։ Հարցը, եղբայր, ձեր հարցը դուք արդեն բարձրաձայնեցիք։ Բոլոր այնա լրատվամիջոցները։ Պետք է մենք բարձրաձայնենք, ես որ դառնա։ Իրանք այդ հարցը որ կար բարձրաձայնել ենք մի անգամ, բարի լինենք այն ասեն հարգելի քասախցիներ, այսօր հավաքում ենք կուլտուրայի տունը կամ ստադիոնում։ Մի հատ լարեք տնակ այս խնդիրի հարցը ո՞նց ենք լուծում տալու։ Ոչ մեկ չեկա, ոչ մի բան չի ասա ախպեր, որոշում են կայացնել ու քաշելն գրախ։ Մենք մեր գլխի ճարը տնենք ախպեր։ Հիմա եթե ամբողջ Երևանը շրջապատված է համայնքներով, գյուղերով, բնակավայրեր, համայնքներ, խոշորացված, ոչ խոշորացված տեղային բնակավայրեր։ Բոլորի մոտ տրանսպորտի խնդիր կա։ Միասնական լուծման նպատակը այն է եղել, որ երթևեկությունը Երևանի, որը որ այսենց է, էլ արդեն շնչելու տեղ չկա, Բեռնա թափվի։ Այդ նպատակով որոշում է կայացել։ Հիմա դրա համար դա միասնական որոշում է, մենակ այս համայնքին չի վերաբերվում, դա ընդհանուր ամբողջ հանրապետությանն է։ Հիմա լավ, մենք չենք հասկացել կառավարությունը, այդքան խելք չունենք, որ հասկանանք կառավարությունը մեր համար շուտ լավ բան ուզեց անել։ Չենք հասկացել, ախպեր ջան, ինքը թողար մեզ բացատրել։ Մենք անհասկացող մարդ ենք, ախպեր, քիչ են գալիս թե բացատրեն, որ մենք հասկանանք, որս մեր համար շատ լավ է լինում, որ 59 համար այս 8 մետրանոց ավտոբուսն ավելի վադնա կաստեն գազելը որ պետք է գազելը թողա աշխատի ախպեր չէ մենակ 59 է գազելը այդ մեքենա թողա աշխատի մենք դեմ չենք բայց ավտոբուսը պետք է աշխատի բան արեն էլի թողա աշխատի ախպեր ջան մտնում ամն երս բայց չէ թողա էլի բարձանա բայց ավտոբուսը թող բարձանա իրար է թող աշխատի այսինքն 10 հատ գիծ 10 հատ գիծ գա ախպեր բայց ավտոբուսը թող ախպեր 21-րդ դարն Խոմեսի գժի դար չի այ ախպերը գազելը չկա իրանց իրավունքն է օրենքի սահմաններով իրանց իրավունքն է չէ գանստը աշխատի թողն աշխատեն 59-ը թող աշխատի կնստեն այդ ավտոբուսը կնստեն չնստի թող չնստեն
59-ը Երևանի տրանսպորտը, համայնքային տրանսպորտ չի, դրա Համայնքային համար է։ Պարոն գնդապետ, տեղյակ եք Քասախը ունեցել է 125 համարի ավտոբուս։ Միշտ էլ այո, Քաղաքային տրանսպորտը միշտ ունեցել։ Որ ասեմ չէ, տեղյակ չեմ, այդ Քասախը աշխատել է, այո, Քասախը ստեղծված ժամանակում ունեցել 125, որ գնացել է մինչև Պրոսպեկտ, Պրոսպեկտից եկել է Քասախ։ Այդ ոնց եղավ սովետական ժամանակ Քասախը ունեցել է իրավունք ունենա քաղաքային տրանսպորտ ունենա, իսկ հիմա նեցած տասոյ քաղաք իրավունք չունի տրանսպորտ մտնել։ Որովհետև լիքը ավտո կան, ասում ավտով գնացել, տրանսպորտից օգտվել։ Չէ, ախպեր, ով գա էլի իր իրավունքն է։ Ով ասա իր իրավունքը։ Ամեն դեպքում ժողովուրդ ջան, սաղս էլ կայնելու ենք միջև վերջ, կայնացենք, կայնելու ենք միջև վերջ։ Պետք է լինի մեր երեխեքին դպրոցից գիճը ծնենք, գքան կայնեստե։ Պատկան մարմինների մենք ոչ ճանաչում ենք, ոչ էլ գիտենք, թողան ծանոթանանք։ Ձեր կարծիքով ինչու է մարզպետը։ Իմ կարծիքը շատ վատն է, քուրիկ ջան, ես կարծիք չունեմ։ Ձեզ հետ։ Որովհետև իրանք պետք է գան մեր հետ հանդիպեն, բա ով գա հանդիպի։ Ես շատ գիտեմ, չեմ խուսափում։ Դա խուսափում։ Կարող վախենում է։ Ինչ իմանամ, ցավոք։ Ինչ իմանամ։ Կարող է գայլեր են կայնած, ինքը վախենում է գա գայլերի մեջ։ Ամեն դեպքում այս ժողովուրդը սաղնել աբարանցի ժողովուրդ են, սաղել թասիբով ժողովուրդ են, կարքին էլ ժողովուրդ են, պետք է լինի երեխեքին էլ քիչ չծնեն։ Ոչ մեկ թող որ երեխեքին չծնեն։ Ռոշանցի քիչ լանք, հասարցիկ շատ իջան, եսի ինչ արին, ամեն մարդ իր ձևով է իր տունը կառուցում։ Ես չեմ եթեմ իմ հարևանին ասեմ, բալկոնը տառաժ դիր կամ հետ դիր։